Այսօրվա նյութս զարիվար ճամփան է, զարիվար ճամփան։ Եվ պատկամս արած եմ ծննդոց 19-րդ գլուխեն, ծննդոց 19-ը գխոսի Ղովդի մասին, Ղովդը, որ Աբրահամի զարմիկն էր, թե ինչպես լավը սկսավ, բայց կամաց սկսավ հոգեորապես զարիվարեն վար իջնել։ Իրեն մասին կգարտանք, որ երբ որ Աբրահամ գանչվեցավ, որ ուր քաղաքեն ելը եւ երթա խոստացյալ երկիրը, Քանանու երկիրը, որ դերը իրեն պիտի դար, Ղովդալ Աբրահամի հետ ոտքի ելավ եւ ուզեց Աբրահամի հետ ճամփա ելել, որ ինքն Աբրահամի հետ երթա։ Եվ ադիգա գծուցնե մեզի հավատքի քայլը, այսինքն Ղովդը հավատք ուներ, հավատքի քայլը արավ ճամփա ելնելու իր հորեղբորը հետ, բայց վերջավորությունը, որ գարտան Ղովդին պատմության, շատ լավ չի վերջանա։ Կտեսնենք իր վերջին թեփքերը, որ իր հետ գաբված են Սուրբ Գիրքի մեջ, կտեսնենք, որ Սոդոմի մեջ է, Սոդոմը շատ լավ գիտենք, ամենք կսալ Սոդոմ Գոմորը, որ Աստված ձգում թափեց, որ եւ փնաչնչեց այդ երկու քաղաքները, որովհետեւ մեղքի մեջ այնքան հարաճած էին, եւ կտեսնենք, որ Ղովդը Սոդոմի մեջ է, եւ Աստված իրեն գուզե ազատել Սոդոմեն, ինքը թեր կդնդնա եւ ոտքերը քաշքշել են զորով Սոդոմե դուրս գելեն։ Ինչպես արդյոք բադայեցավ այս մեկը։ Շատ լավ սկսավ, վերջավորությունը շատ լավ, այնքան լավ չի վերջացավ։ Եվ ինչ որ բադայեցավ, ցեզի գրնամ ասել, որ մեկ քիշերվա մեջ չի բադայեցավ։ Կամաց Ղովդը կտեսնենք, որ հոգևոր կյանքի զարիվարեն վարգիչն է։ Ինքը աստիճանաբար զարիվար իջավ դարիներու ընթացքին։ Եվ այս զարիվար իջնելու պատճառը այն էր, որ ինքը սխալ որոշումներ արավ իր կյանքի ընթացքին, որոնք իր կյանքին վրա աստեց եւ իրեն հասցուց այնտեղ, ուր գտնվեր։ Ինչ էր Ղովդի սխալը։ Քիտնալով Աստուծո աննազանդ եղավ։ Եվ այս իր ընդրությունները, որ ըրավ Աստուծո գամքին հագարակ, իր ընտանիքը մինչև քանթեց։ Սիրելիներ, ընդրությունները հետևանքներ ունին։ Ամեն մեկ ընդրություն, որ գնենք, հետևանք ունի հետագաբած։ Ինչ որոշումներ, որ գարնենք, այդ որոշումները գորոշեն մեր կյանքի ընթացքը եւ կգերդեն մեր նկարակիրը։ Երբ կխորինք Ղովդի որոշումներու մասին, այսօր մենք մեզի հարցնենք, արդյոք ես ալ նույն սխալները գնեմ, որովհետեւ կարելի է եւ ենթակա ենք այսպիսի սխալներու մենք ալ։ Եթե նայենք Ղովդի արած որոշումներուն, Բիդիսենք, որ շատ լավ որոշում արավ, խելացի էր, շատ լավ բիզնեսի որոշումն էր իր արածը, ինչի մասին խոսիմ, երբ որ Ղովդը ելավ Աբրահամի հետ և կացին հասան Քանանու երկիրը, հոնդեղը խնդիր ձակեցավ, 10-րդ գլխու մեջ ծննդոցի գարտանք, որ Ղովդի և Աբրահամի հովիվներու միջև հարց ելավ, որովհետև իրենք շատ արջարներ, ոչխարներ ունեին և պավարար խոտ չիգար, պավարար չուր չիգար և միշտ գրիվ գելեր Ղովդին և Աբրահամի հովիվներու միջև, որ ով բիդի կործածե չուրը կամ թե խոդերը, որ պարարդ խոդեր կտնեին, ով իր ոչխարները հոմ բիդի արածեր և հստակ էր, որ այնքան ոչխար, այնքան արջար իրարու հետ չէին գնար նույն մեկտեղ մնալ։ Եվ Աբրահամ խոնար մարդ մլալով
Գերտա իր զարմիգին գսե, նա իր գսե, աս հարցը ամենալավ լուծելը այն է, որ մենք իրար մեզ զատվենք, որբեսի անգամնալ այս մեր հովիվներում միջև այս հարցը չձակի։ Եթե թուն ծախ երտաս, ես աչ կերտամ սա, և եթե աչ երտաս, ես ծախ կերտամ։ Հիմա եթե Ղովդին դեղը ըլայնք, մենք ինչ պիտենեինք։ Գսե թե Ղովդը նայեցավ, աչկերը վերցուց գսե, և թաշտային հորթանանը դեսավ, ուր շատ խոտ կար, շատ ջուր կար, և ամիջապես ասավ ես հոն կերտամ։ Ես կզադեմ հորթանանու թաշտակետինները։ Արդյոք լավ պիտի չլար, Ղովդը սեր իր հորեղբորը, ինչպես կլա թուն զադես։ Կոնե հարկանք իր հորեղբորը, որ իր մե ավելի շատ մեծ էր տարիքով։ Բայց Ղովդը աչքի դեսածով գտեսնենք, որ այդ բարարդ հողերը, որ դեսավ թաշտակետինները, ընդրեց անգոմ երթալ և ինչպես ասի, բիզնեսի աչքերով նայելու, եթե պիտի նայենք, շատ լավ որոշում արավ։ Մեկ բան, որ կտեսնենք Ղովդի այս որոշումեն հետ, այն է, որ գսե իր վրանը թեպի քաղաքներուն գոմը լարեց։ Վրանը սուպիրքի մեջ կնշանակե դեղմը հաստատվիլ։ Եվ վրանը քաղաքներուն մոտ, օրեոր ավելի քաղաքներուն մոտ կերտար։ Ինքը զադեց թաշտը, բարար թաշտակետինը, բայց հոն չի մնաց։ Գամած սկսավ քաղաքին մոտենալ։ Եվ վերջավորության կգարտանք, որ քաղաքի մեջ գտնվեցավ։ Ինչպես կբադայի ասիգա։ Հիմա բիդսեք շիդակ կորձրավ, լավակույնը ընդրեց իր ոչխարներուն, արջարներուն համար։ Չենք կնար իրեն մեղատրել ադոր համար։ Ամեն կսալ գուզենք մեր ունեցածով լավակույնը ընել։ Եթե մեքենամը բիդարնենք, ինքնաշարժը բիդարնենք, գուզենք մեր տրամին ամացայն լավակույնը արնել։ Եթե կորձմը բիդի աշխատենք, գուզենք լավակույն եկամուտը ունենալ մեր տրած ժամերով։ Ուրեմն ասոր մեջ սխալ չի գա։ Սխալը, որ գտեսնենք Ղովդի կյանքերներս, երեք սխալներ, այս էր, որ առաջին ինքը դարվեցավ երևույթով, նյութականով, խոդերը դեսավ, աչքին լավ երևցավ և անգե խապվեցավ և կնաց թեպի Սոթոմի կողմ։ Առաջին Հովհաննու 2:16 մեզի կզգուշացնե գսե, ամեն ինչ որ աշխարհի մեջ է, մարմինի ցանկությունը, աչքերու ցանկությունը եւ այս կյանքին անպարտավորությունը հորմեն չէ, հաբա աշխարհեն է։ Ամեն ինչ որ աշխարհի մեջ է, այն բաները որ հրաբուրիչ են, աշխարհը մեզի գհրաբուր է, անոնք Աստուծո մեջ է գսե։ Եվ ինչ որ Աստուծո մեջ է, ուր գդանի մեզի մեղքի։ Գիտեք, Սատանանալ ինքը շատեր այսօր կխորին, երբ որ Սատանա ասեմ, գարձեմ, որ գարմիր բոչով ցերկը մադարակաղ է երգաթը բիդիկա գոդոշներով այսպես մեգումը վրա բիդի արցակի։ Բայց Սուրբ ինչ կսե մեզի Սատանային մասին։ Նույնինքն Սատանան գսե լուսավոր ռեշտագի գերբարանա փոխվի։ Ուրեմն քանի որ փամը լավ գերևի, ասել չէ թե անպայման ադի շիդակ բանն է։ Եվ Սատանան վարբեդ է ասոր մեջը, մինչ ինքը չար բանը քեղեցիկ գերբով կհակվեցնե եւ մեր արջևը կբերե, այնքան լավ գերևի, որ չենք մտածեր նույնիսկ երկու անգամ, որ ասիգա շիդակ է կամ սխալ է եւ ամիջապես անոր վրա գնեդվինք։ Ցավալին է, որ Ղովդը այսնելով բիդի հասկնա այս ճշմարտությունը, բայց կտեսնենք, որ շատ ուշ կլադիգա։ Հակոբու 1:14-15 սակայն իրական ճյուրը կփորձվի հրաբուրված եւ խապված իր ցանկութենեն
հետո ցանկությունը հղանալով մեղք կծնանի, իսկ երբ մեղքը գդարվի, մահ կծնանի։ Տեսնեք ինչ կբադայի։ Ցանկությունն էր, բարձ ցանկությունը, գուզեմ։ Սատանան արջևդ կբերե, գեղեցիկ, զարդարված փայլուն, եւ այդ ցանկացածդ գունենաս, կսե գխապիս ցանկութենեն, հետո ցանկությունը մեղք կծնանի եւ մեղք կգարաչնորթե մահվան եւ Ղովդի կյանքի մեջ այս իրականությունը կտեսնենք։ Քանի անգամներ ապրանք արածեք շուգայեն, այնքան գեղեցիկ երևի դուն գուկա կտեսնեք, որ բարապան մնե։ Կսեք մեղք որ ասի կնեցի։ Սատանան ասի գներ, վարբեդը ասոր մեջը։ Եվ մեզի գհրաբուր է փաներով, որ վերջավորության երկար ժամանակ, Երանի դուն կալեն վերջ անդրադառնանք, երբեմն դարիներ գարնե անդրադառնալու, որ սխալ քայլ արածենք, սխալ որոշում արածենք սատանային այդ հրաբուրիչ ներկայացումով։ Երկրորդ սխալը, որ կտեսնենք Ղովդի այս որոշումի մեջը, այն էր, որ ցախողեցավ անդրադառնալու, որ նյութական բաները ժամանակավոր են, ժամանակավոր կոհացում գուտան, բայց մնայուն չեն։ Մենք շատ անգամ գսենք, մենք անանք բաներ չեն գներ, ձեզի գսեմ շատ գնենք։ Եթե թուն քու կորձդ, քու ընտանիքեդ առաջ, քու ընտանիքիդ հոգևոր վիճակեն առաջ կտնես, նույն բանն է որ գնես։ Կորձը գսենք պետք է աշխատիմ, տրամշայիմ, բիդաբրինք, բայց եթե քու ընտանիքդ հոգևորապես գկայքայվի, որ մեկը ավելի կարևոր է, ինչ կշայի մարդ կսե, եթե ամբողջ աշխարհը վաստակի եւ իր անձը գործընծնե։ Մեր ընտանիքի անդամները մեզի սիրելի են եւ այսօր գնամ մսել, որ մեր ընտանիքի մեջ շերնալ գան այսպիսի անձնավորություններ, որ պետք ունին հոգևոր օգնության, բայց մենք ժամանակ չունենք ասելով, անոնք աշխարհով դարված գորստյան ջամփան բռնած են։ Երբեմն գսենք այսօր շատ հանգիստ չեմ, դունը հանգչիմ։ Գիրագի օրը եկեղեցի չեմ գնար կալ։ Պետք է հանգչիմ, որ կալ գիրագի գարնամ եկեղեցի երտալ։ Ասալ գսենք, գիտե, հասանք բաներ գլսած եմ։ Երբեմն ես ալ գփորձվիմ, գսեմ այսօր սերդողության, եթե cancel-ընեմ լավ գլա, որովհետև շատ հոգնած եմ։ Բայց ինչ կբադայի, երբ որ այսպիսի որոշումներ գարնենք, կգարձենք, որ միան մեկ անգամվա աստեցություն ունի, ընդհանուր մեր հոգևոր աճման, հավատքի եւ պաշտամունքի հետ վնաս բերող որոշումներ են ասոնք, որ մեկը մյուսին կդանի, մեկը մյուսին կառաջնորդի, մեկ որոշում որ ընես սխալ, հաջորդ անգամին շատ ավելի թյուրին գլա ուրիշ սխալ որոշում մնալ։ Ինչպես Ղովդը բարձունքներուն վրան էր, երբ որ թիդեց հորթանանու թաշտակետինները հետո գսե թաշտը իջավ։ Բարձունքը կնշանակե Աստուծո ներկայությունը, Աստուծո մոդը լալը։ Թաշտը միշտ թաշտի մեջ հարցեր կան, հովիդի մեջը խնդիրներ կան եւ մենք ալ հոգեորապես այդ մեկը գնենք, երբ որ ժամանակավորը գնդրենք մնայունին վրա։ Մնայունը այն բաներն են, որ հավդենականության հետ կապ ունին։ Ամեն բան, որ հոգևոր արժեք ունի, հոգևոր մնայություն ունի եւ երբ որ սխալ բաներու վրա մեր կենտրոնացումը գտնենք, այն ադեն մենք մեզի մեծ հարցերու առջև կգտնենք։ Եվ երրորդ սխալը, որ կտեսնենք հոստեղը Ղովդի այս որոշում մեջը, այն էր, որ երբեք Աստուծո չի հարցուց, որ ով դեր, ասի լավ է ինձ համար, գուզես երտամ հորթանանու գոմը, ոնդեղը սոտոմ կոմոր գա, չեմ գիտեր ինչ պիտի լանոց, լսած եմ, որ ամենա քեշ մարդիկն են, ոչ մեկ բան կգարտանք Ղովդին մասին, որ Աստուծո հետ խոսակցություն ունեցավ։ Եվ ասիգա իրեն մեծ վնասի հասուց։ Միջ այդ
երբ որ գգարտանք Մովսեսի կյանքի մասին, երբ որ Եգիպտոսի դուրսեն հանեց Իսրայելի ժողովուրդը, մեծ նեղություններում մատնվեցավ Մովսեսը, բայց ինչ կներ, ամեն անգամ երթար Աստուծո գսեր, ով Աստված, այս ժողովուրդը Տունը սիր որ հանեմ, հիմա հանեցի, հիմա ինձ պիտի քարգոծեն, ինչն եմ, Աստված ասավ մի վախնար, ես երկինքեն լորամարկիներ պիտի ղրգեմ, երկինքեն մանանա պիտի չեցնեմ, տախտակը դար, կավազանը դար և ժայրին զար, որբեսի անգեչուր ելե, և այս բոլորը դերոջ ուղությունն էր, որ Մովսեսի եկավ, և երբ որ Մովսես դերոջը սածրավ, կտեսնենք, որ հաջողություն անցավ։ Բայց ցավալի մասը Մովսեսի կյանքի մեջ վերջին ադենը, երբ որ հասած էին Քանանու երկրին սահմանը, խոստացյալ երկիրը, ինչ պատահեցավ գիշեք, ժողովուրդը նորեն կանգնեցավ ինչպես միշտ, զարավենք ջուր չգավ, Մովսեսը ինչ արավ, քավազանը արավ, ժայրին զարգավ, եւ ինչ եղավ, Աստված փարգացավ իրեն, որովհետև Աստուծո չհարցուց։ Ինք իր մե որոշեց քավազանը զարնել, որովհետև անցյալ անգամին երբ որ ջուր ուզած էին, Աստված իրեն ասած էր, որ քավազանը զարգ ժայրին եւ ջուր պիտի, բայց այս անգամին Աստուծո չհարցուց ինչն է։ Կտեսնեք ինչ վտանգավոր բան մնա ասիգա, երբ մենք մեր գլուխին գերտանք, մեր քիծածին, մեր հասկացողության, Աստված իրեն չարդոնեց Քանանու երկիրը մտնելու։ Այդ Մովսեսը, որ այնքան հրաշքներ արավ իր քավազանով 7-10 հարվածները Եգիպտոսի վրա բերավ, անաբադին մեջ ինչեր է անցան, կհասնի Քանանու երկիրը եւ չի գնար մտնել, որովհետեւ Աստուծո չհարցուց, թե ինչ պետք է լիներ։ Աստուծո խրադը բահանչելը դժվար բան չէ սիրելներ։ Նայեցեք ինչ կսե Հակոբու 1:5։ Իսկ եթե իմաստություն կբացի ցեզ մեմեգուն, թող խնդրե Աստծո, որ բոլորին գուտա արադաբես առանց կշտամփելու եւ պիտի դրվի անալ։ Եթե չես գիտեր ինչ պիտի ունես, Աստուծո հարցուր։ Եվ Աստված պիտի չսե նորեն մի եկարտուն, նորեն խելքը չես գործածեր, ոչ, Աստված պիտի սե շատ ուրախ եմ որ ինձ եկար, ես քեզի պիտի ուղեմ, առաջնորդեմ, թե ինչ պիտի ունես։ Անշուշտ աս որոշումները, որ արավ, ուրիշ որոշումներ ու դարավ, Ղովդին, որ անոնքալ իրեն վնասակար եղան, վերջավորությունը, որ ցեզիսի ինչ պատահեցավ, գաբ ուներ իր սխալ որոշումներու շարքեն։ Ուրիշ բանը, որ արավ, ինքսինքը շրջապատեց աշխարհային աստեցություն ունեցող մարդոցմով։ Ծննդոց 13-11-12 գսե քնած թեպի քաղաքի Թաշտեն թեպի քաղաքին գոմը քնած անշուշտ ամիջապես քաղաքին մեջ չի մտավ ասի աստիճանապար գլասիգա որովհետև մեկ սխալը մյուսին գտանի ինքը փապակեցավ քաղաքին թյուրությունները քաղաքին հաջիկները եւ սկիզբը որոշեց դուրսը քաղաքին դուրսը մնալ որովհետև գարտանք գսե անիգա քաղաքին թուրին արչև նստած էր քաղաքեն ներս չէր 10-րդ գլխում մեջ 14-րդ գլխում մեջը բայց շատ հստակ էր որ իր ճակատագիրը ինչ պիտի լար որովհետև ուղղությունը որ արած էր երթալեն ավելի քաղաքին մոտենար մեղքի քաղաքին մեղքի գետրոնը եւ միան ժամանակի բագասներ որ քաղաքեն ներս չէր մտած 14-րդ գլխում մեջ եւ վերջարկյան կտեսնենք որ անալ արավ Գարտնը որոշումներ սիրելներ երբեմն մեզի այնքան կարևոր չեն երևիր բայց ամեն մեկ որոշում մեզի ընթացքի մեջ կտնե եւ ադիգա մեր կյանքերում վրա անպայման կաստե Անոնք որոնք քրիստոնյաներ որ գսիրեն աշխարհին եզերքները ապրիլ ասեն մենք աշխարհի մեջ չենք մտած աշխարհի չենք խառնվիր բայց աշխարհին շուրջը կբդդին աշխարհային բաները գսիրեն քիչը շուրջ չեն գանցնին գնային մեկատ թե ինչ կնե աշխարհը քիծած լանք որ վերջավորությունը
աշխարհի մեջ պիտի մտնենք, ինչպես Ղովդի պատմությունը մեզ կներկայացնե։ Երբ որ քրիստոնյաներ աշխարհի շուրջը կդառնան, վերջավորության հանգիստ կսկան աշխարհով եւ աշխարհի ժամանակավոր վարչացություններով եւ որքան այնտեղ մնան, այնքան ավելի կարելիությունը կշատնա, որ վերջավորության աշխարհի մեջ պիտի մտնան, աշխարհի համակարգին, աշխարհի գերբերուն։ Առաջին Կորինթացիս 5:6-ը չեք գիտեր թե քիչը խմորը գխմորե ամբողջ զանգվածը։ Թթխմոր քիչը խմորի մեջ թիր, քույրերը շատ լավ գիտեն։ Ինչ կնե։ Պետք չունիս խառնելու։ Քիչը թիր, ամբողջ խմորը գուրի։ Ամեն դեր կդարածվի։ Եվ ասիկա մեզի շատ կարևոր տաս կծնե։ Ղովդը սխալ դեր կգտնվեր, բայց ապահով գսկար քաղաքին դված ապահովությունով։ Եվ այսօր հավատացյալներ շատեր նույնպես աշխարհի դված ապահովությունով դարված աշխարհի մեջ կմտնեն։ Սամոս 106:13 մեջ աղոթե գսե, ով դեր օգնե մեր դժվարության մեջ, որովհետև մարդուն օգնությունը բարապ է։ Եվ Արագած 21:31 մեջ գսե, ապահովությունը դերոճմեն է։ Եթե ապահովություն գուզես, աշխարհը չի գնա դալ քեզի։ Այսօր կտեսնենք աշխարհի ապահովությունը։ Շուրջերնիդ նայեցեք, լուրերը բացեք, վարգան մտչեղած ետ կկոծեք, որտեղ այնքան անապահովություն, այնքան վտանգներ, որ մենք կտեսնենք աշխարհի վիճակը եւ փապակելի բանը չէ։ Եվ վերջին բանը, որ կտեսնենք Ղովդի կյանքի մեջ այն էր, որ այս բոլոր սխալ որոշումներում մեջ Աստված Ղովդի սրտին վրա աշխատեր։ Սուրբ Հոգին մեր մեջը որքան ալ սխալ ունենք, դակավին մեզի գտրթե, դակավին մեզի կգսմրթե, երբեմն որ արտնցիր, սխալ ջամփապրներ ես, սխալ որոշումներ գարնես։ Նայեցեք ինչ կսե, երկրորդ Պետրոս 6:8, երկրորդ Թուլխում 6:8 համարը։ Մոխիրի վերածելով Սոդոմի ու Գոմորի քաղաքները թադաբարդեց զանոնք գործանումով եւ օրինակ դարձուց հետակա ամբարիչներուն, սակայն ազատեց արդար Ղովդը, որ ընջված էր անօրեններուն շվայտ վարքեն, որովհետև անոնց մեջ փնագած այդ արդարը դեսնելով ու լսելով անոնց անօրեն գործերը օրեօր գդանչեր իր արդար անձը։ Մեկ բանին վստահ եք, Ղովդը արդար էր, սխալ դեղ, բայց դակավին արդար էր, բայց ինչ կբադայր գսե, օրեօր իր խիղճը իրեն գդանչեր։ Եվ այդ տանջանքի մեջ դակավին ինքը գգենա այնտեղ ուր պետք չէր լար։ Հոսե քաղնիկը։ Եթե Սուրբ Հոգին քեզի գմխտե ասելով սխալ դեղես, սխալ բան գնես, առաջին արիթով դարձիր։ Ուղղությունդ փոխե։ Աբաշխարե եւ պիտի ազատիս։ Ղովդի բարակային տեսնենք, որ մինչև վերջին վարյանը խիղճ իրեն գսեք, որ պիտի ելես, աստեղը լավ չէ քեզ համար։ Ռեշտակները եկան, մարդիկը գսե, իրենց դուրս պիտանեն, թեր Ղովդը, գեցեք նային, ինչ, ելնենք մը, չելնենք մը, գնկան հետ կխոսի, աղջիկներուն, պեսաներուն հետ կխոսի, իր խիղճին մդիկ չնելով, Սուրբ Հոգին ցայնը չլսելով, գսե Ծննդոց 9:16-ի մեջ, երբ անիգա գդնդնար, այն մարդիկը փռնեցին անոր ցերքեն ու անոր գնոջ ցերքեն եւ անոր աղջիկներուն ցերքեն, դերոջը անոր ողորմելովը ու հանեցին զանիգա ու քաղաքին դուրսիթին դրին։ Գտեսնեք Ղովդի վիճակը որքան խղճալի է։ Գդնդնար գսե, իր ցերքեն չէ, գնգան ցերքեն եւ աղջիկներուն ցերքեն փռնեցին այդ մարդիկը, որ ռեշտակներն էին գսե, իրենց դուրս քաշեցին, որովհետև Աստված պատրաստ էր գրակ եւ ձուծում թափելու Սոդոմի վրա։ Այսօր աշխարհ նույն վիճակի մեջ կգտնվի։ Աստված պատրաստ է, եթե մենք որ Աստուծո արդար զավակները
մեր Սուրբոքին մեջը գտնվող Սուրբոքին ցայնի մտիկ չենք ներ մենք ալ Ղովդին ջամփան բռնածենք եւ պիտի թադաբարդվենք աշխարհի հետ բայց լուծումը այն է որ հոգին ցան լսելով ետ դառնանք եւ այն վիճակեն ազատին մեկը ասած է ամվոր գնդրե ջամփումը սկիզբը նաեւ գնդրե այդ ջամփուն առաջնորդած տեղը որքան շիդագ է այս մեկը այսօր եթե թուն սխալ որոշումներ գնես որ գիտես որ սխալ դեղ պիտի հասնե թուն քեզի գտադաբարդես այդ սխալ տեղը հասնելու մեր ընդրությունները մեր որոշումները պիտի որոշեն մեր ջամփան որ գջամփորտենք եւ այդ ջամփով ուր պիտի հասնենք մեր որոշումները որ գարնենք պիտի որոշեն թե որքան աստեցություն պիտի գրնանք ցկել մեր շուրջիններուն վրա Ղովդը լավ աստեցություն չի ցկեց քանի նստա կնած ճիշտ քաղաքի մեջտեղը թուն արդար մարդ ինչ կնես at Սոդոմի Գոմորի մարդոց հետը լավ վկայություն չի ցկեց եւ մինչեւ նույնիսկ պատրաստ էր իր աղջիկները դալ որբեսի անոնց հետ այդ մարդիկը բարգեին ինչ վկայություն Ղովդ այդ ըդրությունները որ մենք այսօր գնենք պիտի որոշեն թե ինչ տեսակ հոգեբոր կյանք պիտի ունենանք մեր կյանքի մնացած օրերում մեջ եւ հարցումը բոլորիս կուքա ինչ որոշումներ կնես կհուսամ որ զարիվարի ջամփան չենք բռնած այլ զարիվեր թեպի երկինք կբարձրանանք ամեն օր աստուծո հաճելի ուզած որոշումները առնելով դերը օրհնե բոլորիդ